Այսօրվա թեմաներից հիմա կարճ, ուրեմն ծանր քրեական գործ է հարուցված Վարդանի նկատմամբ, լուրջ։ Երկրորդը Վարդանի աջակիցներին, որ գնալու են դեսպանատներ կամ որ օգտագործեն Վյաչեսլավ Իվանկովի կամ ոնց ասում են Յապոնչիկի նախադեպը, սենց ասած, նրա դատավարությունը, որ բերեն մի հարթակ համ Վարդանին, համ Յապոնչիկին, որտեղ նրա նկատմամբ կիրառվեց գրավով ազատ արձակել, Վարդանի նկատմամբ ոչ։ Ու Նիկոլ Փաշինյանի էս վերջին ասուլիսը էլի որ տվեց, ոչ թե ասուլիս էր, այլ հարցազրույց լրագրողին։ Բարև ձեզ ժողովուրդ։ Առաջինը նոր մի քիչ առաջ լսեցի այդ Նիկոլի լրագրողի այդ խոսակցությունը։ Այստեղ հիմա մի բան ասեմ հենց Նիկոլին ու Նիկոլին հետևողներին, էլի, ով այդ թեզին Նիկոլին ավելի աջակցում է։ Հա, ես համաձայն եմ, մենք չենք կարող պարտությունից դուրս գանք հաղթանակած ինչ-որ մի դիրքերով։ Դա որ շատերը օգտագործում են, դա քաղաքական պոպուլիզմ է մյուսների կողմից։ Բայց այն որ դու ամենասկզբից որոշեցիր, գիտես ինչ, այն Չերչիլը բառ ուներ ասած, էլի Չեմբերլենին, որ չես կարող դու պայմանավորվես, երբ որ քո գլուխը վագրի բերանում է։ Հիմա Հայաստան այդ նույն վիճակում էր։ Դու ընտրեցիր այդ տարբերակը, որ գնաս զիջումների, ու այդ զիջումները արդեն չափանցել են։ Այդ էլ արդեն զիջումներ չի, սա արդեն լրիվ ծալվել է նշանակում։ Դու պետք է այն ամենասկզբից, երբ որ տեսար արդեն իրավիճակը ոնց է, մի քանի տարի առաջ, այս դիրքորոշումը բռնեիր, ոչ թե խաղաղության այդ խաչմերուկը, այլ դու պետք է հայտարարիր կրկին Չերչիլի ոճով, որ մենք խաղաղություն ենք ուզում, բայց պատերազմից էլ չենք վախենում, ու կռվից, ու կկռվենք դաշտերում, լեռներում, սարերում, ձորերում, քաղաքներում, փողոցների վրա, գյուղերում, հասկանում ես, երկնքում եւ նույնիսկ դժոխքում, որ մենք կկռվենք, մեծից փոքր, կլինենք շրջապակման մեջ ինչ էլ լինի, մենք կկռվենք, միջև արյան վերջի կաթիլը։ Այսպիսին էր հենց Չերչիլի այդ ոճը, այդ իր ճառը, երբ խաղաղություն էր առաջարկում բանը, Գերմանիան Մուսոլինիի միջոցով, ինքը մերժեց, այ դու պետք է սրան գնայր, որտեվ տես կարելի է գնալ պարտության, բայց պահել դեմքը, էլի, արժանապատվությունը։ Դու հիմա որոշեցիր կորցնես համ արժանապատվությունը, համ պարտվես։ Որտեվ ես էլի եմ ասում, այս Արցախի, Ադրբեջանի պատերազմը ամենասկզբից եղել է եւ արտոնագրվել է, ասենց ասած, քարտ բլանշ է ստացել արևմուտքից Զանգեզուրի միջանցքի համար։ Ես այդ վերլուծությունները ունեմ, ունեք ժողովուրդ, երևի երկար կստացվի, ավելի լավ է YouTube տեղափոխվեք։ Այս ամենը սկսվեց այն օրը, երբ Պուտինը հայտարարեց Եվրոպային, ծաղրելով, որ ինչ եք վառելու, եթե ցախել պետք լինի, գալու եք իմ դուռը։ Այդ ժամանակ այս ամբողջ ծրագիրը որոշվեց, որ Զանգեզուրը պետք էր, որ Միջին Ասիայի ամբողջ նավթը ուղիղ գծով գար Ադրբեջանի օգնությամբ Թուրքիայով գնար Եվրոպա։ Այս սա էր այդ ամեն ինչի նպատակ էս մեր էս արյան արժեքը։ Դրա համար է ես միշտ բան անում այդ ֆոնդային բորսայի արձագանքը, ես ասում եի, լսեք, այս պատերազմը նրանց էր ֆինանսապես ձեռնտու։ Նրանց գները շատ աշխուժացան նոյեմբերի 9-ից հետո։ Ես այդ ուղարկում էի տարբեր տեղ, տարբեր մարդկանց, ոչ մեկ բանի տեղ չէր դնում։
Նույնիսկ այն Վարդան Ղուկասյանին էլ եմ ուղարկել, երևի ինտելեկտը չբավարարեց, որ հասկանա։ Ցույց են տվել թվերով, օրերով, գներով 20% աճ է տալի British Petroleum-ը։ Ու հիշեք, British Petroleum-ը դա նույն Rockefeller-ի ընկերությունն է, դա բանն է։ Ասենց փակագծերի մեջ ասեմ, որտեվ մեկ-մեկ ասում են դա ամերիկացի չի, անգլիացի է։ British Petroleum-ը դա Standard Oil-ն է, որ Rockefeller-ը ուներ, ահռելի մի դինոզավր սենց ընկերություն, որի նկատմամբ Ամերիկան կիրառեց, օրենք ընդունեց հակամանապոլնի ու տրոհեցին։ Հենց ինքը Rockefeller-ը տրոհեց իր այդ բանը, ընկերությունը։ Ու սկսեց կառավարել այդ մանր British Petroleum, այնտեղ Exxon Mobil տարբեր բաներ, սկսեց տնօրինել տրաստовի ֆոնդերի միջոցով, որտեղ նա այսօր չկա ոչ մի հարուստների ցուցակում Rockefeller-ի ընտանիքը, բայց նրանք այդ ֆոնդերի միջոցով ամեն ինչ կառավարում են։ Հենց նրանք են Տեխասյան այդ կորտելը ամերիկյան նավթային։ Դրա մասին մի օր մի հաղորդում կանեմ, եթե հետաքրքիր լինի, էլի, ոնց է այդ կազմավորվել, որտեղ Ամերիկայի բյուջեի մի լավ մասը ԲԲՊ-ի Rockefeller-ի գրպանում էր։ Այսա նրանց է ձեռնտու եղել այս ճանապարհը։ Ու բանը հիմա Ռուսաստանի դերն էլ ասեմ, Ռուսաստանն էլ ունի իր մատը խառնա, բայց Ռուսաստանը Սիրիայում էր պայմանավորվել Էրդողանի հետ, որ կտա 5 շրջան։ 5 շրջան կտա։ Դե նա էլ ունի քաղաքականություն բազմաբևեռ։ Ու հասկանալով այս ամեն ինչը, նրանք չէին պատկերացնում, որ այս մեր հիմարները կվերցնեն լրիվ Ղարաբաղը կտան։ Իսկ ռուսը ուզում էր այդ հանգույցի վրան գիտի, որ թուր է պտտվում Զանգեզուրի վրա։ Ասում էր ավելի լավ է գա իմ Էֆեսբեն կանգնի։ Ու ինքը որոշի արդեն ծավալները ինչքան պետք է գնան։ Հասկանում եք, ստեղ ինքը իր շահը ունի Ռուսաստանը։ Բայց մեր իշխանությունները արեցին անգրագետ սխալների վրա ու տարան այսօրվան։ Որ հիմա այսօր վտանգը նրա մեջ է, որ այդ ամերիկական այդ ՆԱՏՕ-ի բանը քարտուղարը եկել էր նախկին Հայաստան, գնաց Բաքու, մեզանից այդ են պոկում։ Իսկ Ադրբեջանը ուզում է այդ ամեն ինչին տիրապետի ու ոչ մի կոպեկ Հայաստանին չտա։ Այս է ամբողջ այդ պատկերը էլ ինչ է։ Դրա համար Նիկոլ, դու պետքա հայտարարել այդ ձև, որ մենք կկռվենք։ Մենք կկռվենք, որ Ադրբեջանը ասես լեզուն չերկարացներ։ Նա էլ տեսնում ասում է շինվում է, ոնց ասես շինվում է, արի շինը։ Ես չեմ զարմանա վաղ ասի քո NVD-ում կամ քո այդ զինված ուժերում պետքա լինի իմ ներկայացուցիչը։ Ոնց որ Միացյալ Նահանգները արեց Գերմանիայի հետ երկրորդ համաշխարհայինից հետո։ Որ էլի մի հատ թազա Հիտլեր չծնվի, այնտեղ մի քանի տարի հետո նույն բանը սկսի։ Դրա համար ընդհանուր քո քաղաքականությունը ծերից ծեր սխալ է եղել։ Դու պետք է ասենց խոսել, որ Ադրբեջանը չհաբրգեր, նրանք կասեին այստեղ ապստամբ ժողովուրդ է, ժողովրդի մարտական ոգին կբարձրանար, հասկանում եք այդ ամբիոնից որ խոսում են։ Դա էլիտան պետք է խոսա։ Ես ինչքան էլ այստեղից խոսամ, մարտական ոգի չի բարձրանա, դա պետք է թագավորը խոսա։ Որ ժողովուրդն էլ ոգեշնչվի, ասենց ասած էլի, ու դիմացինն էլ հասկանա միջազգային հանրությունը, ասի լսի, սրանք խելառ ազգ են, այստեղ նավթամուղ խաղալ չի լինի, էլի կգան կպայթացնեն, մի վնաս կտան, անընդհատ մի բան կհորինեն, էլի ավելի լավ է գնալ ինչ որ մի կոմպրոմիսային խաղաղության։ Այ մենք էս պետք է անենք, սա պետքա ճիշտ հաշվարկ արվել, այլ ոչ թե խելագարությունները, որ դուք արում եք։ Այսքանը ու բան, խլեշից պարապետ եք դատում, բռնում։ Հիմա տեսեք, արդեն անցնենք Վարդանին։ Վարդանին հիմա առաջին այդ աջակիցները որ կան, շատ թույլ են։ Ես լսեցի են իր այդ են աղջիկեր, ինչ էր անունը դրա ակնոցներով, նրա ելույթը։ Եթե հիմա այդ աղջիկը ինտելեկտ ունենար, այդ լրագրողին ամերիկացի կասեր, ոնց եղավ, որ ռուսական մաֆիայի պարագլուխ Վյաչեսլավ Իվանկով, նույն ինքը Յապոնչիկին, դատարանը զալոգով բաց թողեց։ $40,000 զալոգոյի դիմաց նա գնաց նստեց տունը։ Ու պրոցեսներին ներկայ լինում իր փաստաբանների հետ։ Գալիս գնում էր տուն։ Բայց վերջում հետո դատում են 9.5 տարի տալիս են։
Հետո էքստրադիցիայով տեղափոխվում է Ռուսաստան։ Սրոկը պրծնելուց հետո կարծեմ։ Իսկ Վարդանի դեպքում դատարանը մերժեց։ Դա բան գրավով ազատ արձակի։ Այս սրանք, այսպես մի քիչ ինտելեկտ աշխատացրեք, իր այդ վարունգ, խիար, սենց լրագրողներ, բաները, փաստաբանները։ Եվ իսկապես այնտեղ ուսանողներ են նստած կամ ուղեղ չունեցող ինչ-որ պետական պաշտպաններ։ Շատ անգամ եւի թարգմանիչ էլ չի լինում իրար մեջ խոսալուց, այնտեղ Google ասիստենտով են իրար թարգմանում։ Նորմալ թիմ չկա Վարդանի կողքը։ Դրա համար հիմա ասում են, որ գնաք օրինակ Երևան դեսպանատուն, աջակիցներ, որ գնաք բարձրաձայնեք, ասեք Ամերիկա, եթե քո մոտ արդարություն է, հավասարություն, Յապոնչիկին բաց թողեցիր, մեր սպարապետին խլեշի չեք բաց թողնում։ Նա ռուսական մաֆիայի բարագլուխներ, կնքահայրը, կրյոսնին էլի, սա էլ մեր կրյոսնին է։ Երբ որ Յապոնչիկին ձերբակալելուց 60 FBI աշխատող ուղղաթիռներով նա նույնիսկ դիմադրություն է ցուցաբերել, ձերքին ատրճանակ է ունեցել, շպրտել է վրաները, տանը քթել են կեղծ փաստաթղթեր, վարորդական իրավունք կարծեմ, իրա հետո պարզում է, որ իր ամուսնությունը, որ Ամերիկայում մնա, էլի որպես կեղծ է եղել, ֆիկտիվնի ամուսնություն է եղել, այդ կնոջ հետ ինքը չի ապրել։ Հասկանում եք, այդ մարդուն բաց են թողնել, բայց Վարդանին ինչ արել։ Այսա մի քիչ չեն աշխատացնում, էլի այդ Վարդանի թիմում այդ ինտելեկտ։ Իրանց ինտելեկտը բան, Էդգարը տանում է մեր բաներին, պատպիշիկներին, բա մի հատ էլ տոպրակի դեմքով մի հատ խիար կա, նստած է թրաշով, չոր հիմարություններ է խոսում։ Այս այ ինտելեկտերը փոխարեն լուրջ պատրաստվեն դատին ու լուրջ արգումենտներով ելույթ ունենալ, թեկուզ այս լրագրողների հետ, նստած հիմարություններ են անում։ Պատպիշիկի կռիվ են տալ, էլի, այ մակարդակը, լիովին։ Ես ինքս նայեք մի քանի օր առաջ բան էի գրել, էլի, որ ուզում եմ գտնեմ Վարդան Ղուկասյանի քրեական գործը։ Վարույթ էլի, ինչ հոդվածների մեջ է ինքը մեղադրվում։ Որտեղ իր գործը դեպորտացիոն չի ու բան չի, իր վրա քրեական գործ է հարուցված։ Քրեական գործ լուրջ մեղադրանքներով ու որ արդեն շատ հնարավոր է, որ դա հետո դառնա էքստրադիցիա։ Սակայն ինքը ռուսական անձնագիր ունի այստեղ։ Դա մի քիչ բարդացնում է, էլի գործը, դա լավ է։ Իր վրա լուրջ քրեական գործ է հարուցված։ Ինձ ոչ մի փաստաթուղթ չեկա, ոչ մեկ չկարողացավ գտնի, ես չգիտեմ ինչի, բայց միջև հիմա սպասում եմ, էլի կան մարդիկ։ Բայց Վարդանի խոսքերից ես արդեն պատկերը պարզ է, թե ինչա իր դեմ ներկայացված Հայաստանի կողմից։ Եկեք առաջինը ձեզ ասեմ, որ իմանաք, կա օրենք սոցիալական ցանցերի հետ կապված, սա եւս բան է, լրատվամիջոց է կոչվում։ Ունայեք մարդ իրավունք չունի ատելության խոսք տարածի հեռախոսի միջոցով, նույն սոցիալական կայքերի։ Վարդանի վրա ամբողջ մեղադրանքները դա է, ու հիմա հերթով կասեմ ամենածանրներ, էլի։ Ու որ դատավորը հիմա տրամադրված է Վարդանի դեմ։ Վարդանի նկատմամբ սիմպաթիա չունի։ Ու ասեմ ինչու։ Տեսեք, բանը Ուգանդայում ցեղասպանություն եղավ ռադիոյի պատճառով։ Ռադիոն հրահրեց ցեղասպանություն։ Մի ցեղը հելա մյուս ցեղին սկսեց սպանել։ Դա ընդունված է այսօր ցեղասպանություն։ Սոցիալական ցանցերը եւս վտանգավոր են։ Դա այսօր ամբողջ աշխարհում ընդունված, նույնիսկ Facebook-ի դեմ կար բան սենատսկի լսումներ, էլի, որ իրանց կայքը չեմ հիշում ասիական որ մի երկրում բերել էր անկարգություններ, որտեղ մարդիկ են զոհվել։ Ու այդ ատելության խոսքը տարածել էր բանը Facebook-ը։ Նրա օգնությամբ դրա համար այդ սենատի լսումներից հետո օրենքները աշխարհով սկսեցին փոխվել։ Նույնը հենց բանը Ռուսաստանում կա օրենք 10,000 բաժանորդ ունենալուց հետո բլոգերը պետք է գնա գրանցվի Ռոսպատրեբնadzorում։
որ պետությունը հսկի, տեսնի, ով ինչա խոսում, ով մարդկանց ընդ ողջարի գլուխը ինչա լցնում։ Որտեվ Ռուսաստանում էլ կային բացի ռադիկալ էքստրեմիզմից, որ տարածվում է էլի սոցիալական կայքում, այնտեղ գալուբոյ կիտեր, ինչ որ մարդիկ ինքնասպան էին լինում, այդտեղի խաղեր էր, ապուշություններ, էլի դրա համար այդ բոլոր բլոգերներին հիմա բան են անում, հսկում են։ Նույնն էլ Միացյալ Նահանգներն է, բայց զարգացած աշխարհը, որտեղ կապ չունի դա ռադիոյով ես դու խոսում, հեռուստացույցով, թե հեռախոսով։ Ունայեք Վարդանը ինքը ասեց պեդոֆիլիան իր վրա իրան վերագրում։ Հիմա առաջի հայացքից ասում եք ինչ պեդոֆիլիա, էլի։ Բայց մարդը քարոզում է պեդոֆիլիա։ Տեսեք որտեղ։ Որ ես դա առանձին շատ շուտել եմ ասել, Վարդան դու խոմ էշ չես։ Եվ որ ինքը ասում է մտեք, ով քանդում է իմ երկիրը, ես քանդում եմ նրա ընտանիքը։ Դնում է ընտանիք ինչ որ լուսանկարներ ու ասում է մեծից փոքր ում բռնեք ծծրեք։ Իրա բառերը։ Ինչ են դա ներկայացրել օրինակ կին թորներ ունեցող դատավորին, որ այս մարդը ասում է երեխաներին ընտանիքի, նույնիսկ պետքա սեռական պատժի ենթարկեք, էլի։ Դա նշանակում է երեխային բռնաբարել, դա հենց կոչվում է պեդոֆիլիայի բան, հորդոր, պեդոֆիլիա պարունակող հաշվեհարդար։ Այդ դա Վարդանի բառերն է, ես հələ շատ շուտ ասում եմ, արա դու անասուն ես, բա որ մեկը գնա խելքը գցած տենց մի բան անի, ասի ԿՊՀ-ական է մեր հեռախոսով ասում է խոսացող գլուխը։ Ծիծաղս էլ է գալիս, բայց մյուսը, որ նայեք, դատավորների մեջ կա, գիտեք, պրոֆեսիոնալ սոլիդարность, էլի։ Նա տեսնում է, որ այսօր Հայաստանի դատավորների նկարները Վարդանը դրել է համացանցում, ու մեր դատախազությունը ներկայացրել է թարգմանություններով բանով, որ հորդորում այդ դատավորի ընտանիքի հետ այս կարգի էլի սեռական հաշվեհարդար ունենան, ինքն էլ դատավոր է։ Այս մարդը կարծում է, որ հայկական դատարանը կոռումպացված է։ Ես այսօր ասեմ, որտեղ հարցնես ժողովրդին, Ամերիկայում էլ հարցնես, Տրամպը հայտարարեց այդ նույնը, կոռուպցիան Բայդենի օրոք, տեսեք, ամեն տեղը դատավորներին մեղադրում են կոռումպացված լինելու մեջ։ Եկեք լինենք անկեղծ։ Միակ երկիրը դա Հյուսիսային Կորեան է, որտեղ ժողովուրդը գոհ է իր դատարանից, ասում է մեր մոտ կոռուպցիա չկա կամ բան, էլի ազնիվ դատարան է։ Հենց որ այդ նույն գործը քննող դատավորը կրկին ունի իր ասենց ասած դժգոհ մարդիկ, ովքեր ասում են, որ ինքը կոռումպացված է։ Ամեն դատավորի վրա էլ դա խոսում են։ Դրա համար այս դատավորը հիմա նայում ասում է, այս թիզուկես վիժվածքը սենց բաներ ասել, որ այն դատավորին կան, արդեն ատելություն է։ Արդեն մոտ է բացական այդ նաստրոյկա, էլի տրամադրված է Վարդանի նկատմամբ։ Դրա համար այն իմ հին ելույթում ես ասեցի, որ ասեցի Վարդանը, ես ես պատկերացնում էլի, որ այս կարգի մարդ պետքա գրավի դատավորին, էլի։ Նրանք Հայաստանում խոտ չեն արածել, էլի։ Լավ էլ էս ամեն ինչը պատրաստել են։ Ու որ տրամադրված չի Վարդանի դեմ հեչ, դրա համար գրավով բաց չի թողել։ Իսկ նույն այդ Յապոնչիկի գործը, որ նայում է էլի, դատավորը հիացած է եղել։ Ու նույնիսկ բանը ժյուրին սկզբում ատենակալների նա նման է եղել ինտելիգենտ մարդու ակնոցներով, բան, կոստյումով, շատ խոսացել է, որ շատ անգամ թարգմանիչները շատ դժվարությամբ են ցիտել, օրինակ Մաքիավելլի կամ Վալտեր, օրինակ այդ կարգի գրողների, էլի փիլիսոփայական։ Դրա համար դատավորը հիացած է եղել։ Նույնիսկ ասում են, ասենց այդ կին դատավորը կրկին եղել, նույնիսկ սիրահարված է եղել այդ մարդու ինտելեկտի բանի վրա։ Իսկ Վարդանի բարական ուրիշ է եղել, որ ասում եմ 50 տարեկան չամուսնացած մամայի հետ ապրող ու խելագար ինչ-որ մտքեր ունեցող։ Ամերիկյան նույն այդ բոլոր աշխարհում կա էլի այդ բան, պսիխոպատների պսիխոլոգիչի պորտրետները ինչ ձևի մարդիկ են էլի, որտեղ նրանք քողարկված են։ Նրանք ինչ-որ դաժան դեմքով, սևակնոց, նակոլկիկով մարդասպաններ չեն։ Ու կա հենց այդ կերպարը կա, վտանգավոր մարդ, սուսուփուս, մայրիկի հետ ապրող, բայց արդեն մի բան նիտո։
Նամար Վարդանի գործերը հեչ լավ չի, հեչ լավ չի։ Դատավորը Հայաստանի կոռուպցիայից օրինակ ինչ գիտի։ Օրինակ այսօր դեզանից ով գիտի Թաբուլիստանում ինչա կատարվում։ Շատերը տեղը չգիտեն։ Ինքը ուղարկելու է մեր դեսպանատուն Հայաստան օրինակ հարցում իր քարտուղարը։ Կամ արդեն ուղարկել են։ Դատախազի բանից դեսպանատնից Հայաստանի գալու է պատասխան, որ այստեղ նորմալ է, մենք վերջերս իրանց արդարադատության նախարարին տվել ենք նույնիսկ ինչ որ մի պատվոգիր, կոռուպցիայի բանի դեմ պայքարի։ Այսինքն մի հատ նամակ է ինքը արդեն ստացել։ Հասկանում եք, ամեն ինչ շատ ծանր է Վարդանի պահով։ Հենց որ պետք է մի քիչ ավելի թիմը իր լավը չի, փաստաբանները ոչխար են 100%, որ նրան նույնիսկ գրավով չեն կարողացել ազատ արձակեն։ Հենց Յապոնչիկի նախադեպը օգտագործեն, արդեն կարող են իրանք ազատ արձակեն։ Որտեվ ասեն, սա էլ է նույն ձևի էմիգրանտ եղել, տեսեք։ Նրան բաց եք թողել, երբ որ ամբողջ մաֆիայի պարագլուխ ա եղել, ես մեկ ինչ եք ուզում թողնեք։ Խոտը բերանին ընդեղ, չգիտեմ, քյաբաբչիներ են էլի։ Քյաբաբչի ամեն տեղ էլ կա։ Սա է Վարդանի այդ ծանր վիճակը էլի։ Ու Հայաստան ասում եմ, շատ բաներ կա, շատ այդ սահմանադրական կարգի խախտում, կոչեր անկարգությունների բանի։ Նույնը տենց կոչեր արեց Տրամպը, տեսեք ինչ եղավ։ Այդ նույն հոդվածով Տրամպին էին դատում։ Հիմա իրա մոտ էլ կա այդ նույն կոչերը։ Այս ամեն ինչը Հայաստանը փաստագրել է ու ուղարկել է Միացյալ Նահանգներ։ Տվել է նրա հետևորդների քանակները, դիտում, դա ահռելի զանգված է, օրինակ 3 միլիոնանոց Հայաստանի համար, թեկուզ եւ դրա դիտողների մի մասը արտասահմանում են եղել, ասում է, սա վտանգավոր մարդ է, ռադիկալ մտքեր ունի։ ԱՄՆ կառավարությունը հորդորում է գնան զինադադարի խաղաղության, այս մարդը նստած ասում է գնան պատերազմի։ Հասկանում եք, սա արդեն դատախազությունը ունի իր խորամանկ ձևերը, էլի ոնց ուղարկի։ Որտեղ ռուսերեն խոսքը ասում է слово, ասում է как воробей вылетит, не поймаешь։ Այս սա է մեղադրանքները Վարդանի դեմ, էլի, որ ոչ մեկ չի ուզում վերլուծի, էլի։ Ես ինքս մարդկանց դիմել եմ, չգիտեմ ասեցի թե չէ, որ կարողանան գտնեն ուղարկեն, քրեական գործ էլի։ Բայց մինչև հիմա չկա պատասխան, ոմանց մոտ չի ստացվել, բայց մարդիկ կա էլի ուզում են փնտրում են էլի։ Էսա ընդհանուր իրավիճակը։ Ունեք, օգտագործեք ԱՄՆ-ում տեղի ունեցած նախադեպեր, այս Յապոնչիկի նախադեպը շատ լավն է։ Հիմա որ գնաք Երեքշաբթի դեսպանատան դեմը կանգնեք, բերեք մի հատ Յապոնչիկի նկարը, ասեք ինչով է տարբերությունը այս երկուսի։ Այսինքն դրեք ինչ որ մի պաստար, որ Յապոնչիկին բաց են թողնել, նրան բաց չեն թողնել։ Ուրեմն դատարանը լավը չի, դատարանը ծախված է, դատարանին մեղադրեք էլի այդ կարգի։ Քրեական հանցագործ այդ պարագլուխ այդ մարդը ազատ արձակվի գրավով, իսկ մեր մոտ չեք թողնում։ Այսա դիվանագիտությամբ զբաղվեք, էլի մի քիչ ինտելեկտ զարգացրեք։ Ես տեսնում եմ Վարդանի թիմում այնտեղ ինտելեկտ չկա։ Ընկել են բանի, այն Կարենի հետևից են ընկել, Էդգարի հետևից։ Ասում ես Էդգարը ինչ արել։ Բաժանորդ բան, պատվիշիկի կռիվ է տալի կուսակցությունը։ Վա։ Էսա այդ ուղեղ աշխատացրեք էլի։ Սակայն մեր հայ ազգից դա մի քիչ հեռու էլի։ Մի ազգ, որ դայմա բան են Գոր Վարդանյանի ալմակարդակ ֆիլմերը։ Ես ասեմ, հայերի մեջերը մի հատ հարցում անցկացրեք, քանի օքի է նայել, օրինակ Իգրա Պրիստոլը։ Դա մակարդակ շեդևր ֆիլմ է էլի։ Հավատացեք, եթե մեր ազգը այդ կարգի ֆիլմերով հետաքրքրվեր, այդ կարգի ինտելեկտ ունենար, Գոր Վարդանյանն այդ ձիբիլանոցները չէր նկարի։ Այն Ամերիկայում էլ նկարում են, Ամերիկայի հայերի համար։ Բա այդ ուղեղ չեն աշխատացնում, մենակ հիմար անմակարդակ ինքը միգրաֆոնի համար փողը հավաքում, ասում այն Էդգարին։ Ասեք, Էդգարը ավելի մակարդակով բլոգեր է այսօր ասեմ, այսքանի մեջ։ Տեսեք, Ռուսաստանի հայությունը մի բան ասեմ։
Ես իմ հետևորդների հետ երբ շփվում եմ, նայեք, ես այդ գարի պահն եմ ասում ընդհանրապես Ռուսաստանի հայերի։ Ավելի ինտելեկտ կա ու գաղափար, կրթություն, մակարդակ, ավելի ինտելեկտուալ, շատ հաճույք եմ ստանում, դուք մտեք տեսեք մեկ կանի մոտ, քանց Հայաստան կամ Ամերիկայից ինչ որ մեկը։ Եզակի Ամերիկայից էլ կա, գրում են շատ եզակի ու շատ տարիքով մարդիկ են գրում։ Տարիքով։ Իսկ Ռուսաստանում ոչ։ Որտեվ Էդգարը ուներ Ռուսաստանի մարդ ինտելեկտ ունի, էլի որ Ռուսաստան։ Տվեց, բարձացրեց Վարդան Ղուկասյանի կուսակցության սխալներից խոսած։ Մարդը ճիշտ վերլուծություն արեց։ Ասեց դուք բայց կուսակցություն, դուք հիմա մարդ կուսակցություն եք, բա դուք ինչ եք ընդեղ անում։ Ընտրություններից հրաժարվում եք, ես ինչ հիմարություններ եք անում, հայտարարություններ, ստեր։ Այս մարդը դրամաբանական, երբ որ սկսեց մտածել, նրա դեմ պատերազմ սկսեց դոկ կուսակցությունը։ Որտեվ դոկ կուսակցությունում պետք է լինեն մենակ ուղեղը հանած զոմբիներ երևի։ Որ ասեն մածունը սև է, ասեն այո, թակավոր ապրածքենա, մածունը սև է։ Որ մնացածը կսիրեն էլի, ասեն Լիզա Բլյուդի նման դիրքորոշում ունենան։ Իսկ որ Էդգարը ճիշտ մի բան ասեց, տեսեք, դուրները չեկավ։ Դες ես էլ եմ Ռուսաստանից, ճիշտ բան ենք ասում։ Երբ պետքա ճիշտն էլ ես ասում, սխալն էլ ես ասում։ Բա սենց պետքա լինի։ Բա սենց է ձևավորվում ազատ խոսքը, մեկ էլ բանը, բռնապետությունը։ Հետո ասում եք Ռուսաստանը խոսքի ազատություն չկա։ Այս սենց է լինում խոսքի ազատությունը։ Իսկ ձեր մոտ մենակ ուղեղ անջատած բան, աղանդներ է ուզեն։ Հիմարություններ, բաներ եսիմ։ Իսկ ուզեի ասեի։ Երևի կարողացա բացատրել ինչը, ոնց կարող եք օգնեք, թե ուզում եք, որ ավելի սենց մակարդակով Япոնчիկի խաղակարտը օգտագործեք։ Լրագրողների հետ խոսալուց, նույնը Միացյալ Նահանգներում, նույնը Հայաստանում, նույնը դեսպանատան աշխատակիցների առաջ։ Էլ եմ ասում, Япոնчիկին բաց թողեցին, դրան բաց չեն թողնում։ Իսկ որ ապացուցեք Հայաստանի իշխանությունը կոռումպացված է կամ բան, դա շատ բարդ խնդիր է։ Այսօր այնտեղ չեն դատում Հայաստանի իշխանություններին, այնտեղ դատում են Վարդանին։ Ես իմ ինչ կարգի պետք է ապացույցներ լինի, որ ներկայացվի։ Միակ ապացույցը իմ բանով, դուք այն կարող եք ներկայացնեք, Վարդանի փաստաբաններ, որ Հայաստանի ազգային ժողովում պատգամավորները նայեք, հրաժարական են տալիս SMS-ի միջոցով։ Բերում եք այդ բոլոր պատմությունը, որ կար, քանի օքի SMS-ով դուրս եկավ ու Աղազարյանի դեպքն եք պատմում։ Ասում եք, տեսեք, մարդը հրաժարվեց ազգային ժողովը լքի SMS-ով, ինչպես մնացածը լքեցին օրինակ։ Պաշտոններ էլի։ Իսկ Աղազարյանը չուզեցավ լքի։ Այդ ես կցույց տա, որ Հայաստանում SMS-ով իշխանությունը, SMS-ով էլ արդարադատություն է։ Հասկանում եք, ու միգուցե սենց դուք կարողանաք մի բան ապացուցեք այնտեղ թարմ փաստերով։ Թարգմանեք անգլերեն, դատավորին ասեք, տես, այստեղ նստած է SMS ուղարկում, այնտեղ մինիստրները սենց շարք կանգնած հրաժարականներ են տալիս։ Դատավորի գլխավոր է օրինակ այդ դատավորել հրաժարական տվեց SMS-ով։ Պատկերացնում եք, այսա օգտագործեք միակ դեպքը, շատ հետաքրքիր, որ Հայաստանի այդ սահմանադրական դատարաններ, թե վերաքննիչ դատարանի նախագահը SMS-ը ստացավ Նիկոլից ու հրաժարական տվեց։ Այս նրա մեջ ինտելեկտ կա, օգտագործեք։ Ասա, եթե դատավորը SMS-ով հրաժարական է տալիս, ոնց կարող է Հայաստանում լինի խոսքի ու ինչ-որ օրենքի ազատություն։ Ուրեմն յուրաքանչյուր դատավորի մոտ SMS է գալիս, օլիգարխից բռնած միջև բան, կառավարության անդամներ, ու նրանք վճիռ են կայացնում, ոչ թե ազատ դատավարությունը։ Ձեւ ասեցի։ Դե օգտագործեք, ամենալավ հիմքն է։ Հիմա խլեշից վարապետ, այսքանը փոխանցիր քո փաստաբաններին, քո փաստահավաք խմբին, թող այս հիմքը վերցնեն։ Ու բերեն են, որ Հայաստանում դատավորը եթե SMS-ով ազատ աշխատանքը թողնում է, պատկերացնում եք,
Օրինակ Միացյալ Նահանգներում դատավորը պետք է խելքը գցի, օրինակ դեմենցիա սկսի, որ հանեն։ Ուրիշ տարբերակ չկա։ Կամ պետք է մի հատ ավոր հանցագործություն բռնեն վրան։ Ու մասսայական է դա լինում, էլի սենց բոլորի աչքի առաջ։ Այսա օգտագործեք։ Ստապ դատողությունը տվեց իր խորհուրդները, իր ասենց ասած քննադատությունը։ Մնացածը դուք գնահատեք։ Շնորհակալություն, լավ մնացեք։